Ինչպես արդեն նշեցի, այսօրվա պատգամը վերաբերվում է գոհությանը եւ հնչում է այսպես. ամեն ժամանակ եւ ամեն բանի համար գոհացեք Աստծուց։ Գիտեք, երբ որ կարդում ենք այս տողերը, շատ ընկալելի, ըմբռնելի, ընթեռնելի տողեր են։ Գոհացեք Աստծուց ամեն ժամանակ եւ ամեն բանի համար։ Կարծես թե որևէ աստվածաբանական խորը հայտնություններ պետք չի ստանալ կամ խորը ինչ որ մի խոսք չի, որ մենք պետք է իշնենք, փորենք, խորանանք, որ հասկանանք դրա իմաստը, բայց երբ որ գործնականում ենք փորձում կիրառել այս խոսքերը, դժվարությունները այդտեղ գալիս են։ Եվ անկեղծորեն պետք է խոստովանեմ ձեր առաջ, որ ես ինքս էլ դժվարություն ունեմ այս խոսքի հետ, թե ինչպես գոհանալ Աստծուց ամեն ժամանակ եւ ամեն բանի համար։ Մյուս կողմից շատ ուրախ եմ, որ Աստվածաշնչում Աստված զետեղել է այս խոսքերը, որ կան այսպիսի խոսքեր Աստվածաշնչում, որովհետև եթե ես նման խոսքեր ունենա եւ գայ այստեղից քարոզեի, մեծ համարձակությամբ չէի կարող նման պատգամ տալ։ Եվ գուցե ձեզանից շատերը, որ նստած եք այստեղ, ասեիք դե եղբայր, շատ հեշտ է ամբիոնի հետևից կանգնել եւ ասել գոհացեք Աստծուց ամեն բանի համար եւ ամեն ժամանակ։ Ձայնը տակ տեղից է գալիս։ Այդպիսի ժողովրդական ասույթ կա։ Դու քո կյանքում որևէ հալածանքներ կրել ես, որևէ նեղություններ կրել ես, որ ամբիոնի հետևից այսօր մեզ նման պատգամ ես տալիս, բայց թող այսօր Աստծո խոսքը խոսի ձեզ հետ, եւ սա գիտեք Պողոս առաքյալի խոսքերն են, մի մարդ, որ ապրեց հարմարավետության, բարեկեցության, գլխով է կանում, ոչ, նա չապրեց հարմարավետության եւ բարեկեցության մեջ։ Նա մի մարդ է, որ անցավ աներևակայելի հալածանքների եւ նեղությունների միջով։ Ես փորձեցի Աստվածաշնչից հանել բոլոր այն տեղերը, որտեղ Պողոս առաքյալը ինքն իր մասին գրում է, թե ինչ հալածանքներ է կրել։ Շատ բաներ կան, որ Աստվածաշնչում գրված չեն, եւ այն ինչ որ նա գրել է իր մասին, դա ընդամենը մի փոքր չնչին տոկոսն է, որ նա քաշել է այս երկրի վրա։ Թե ինչքան շատ նեղություններ ու տառապանքներ է ունեցել, միայն Աստված գիտի, որ գրված չեն այստեղ։ Բայց շատ էին այդ տեղերը, որ Պողոս առաքյալը ինքն իր մասին ասում է, որ ես անցա դժվար ճանապարհով, ես կրճատեցի, բայց դրանք նորից երկար են, բայց կուզենամ ձեզ հետ բաժնեկցել, թե ինքն իր մասին ինչ է ասում։ Ամեն ժամանակ եւ ամեն բանի համար գոհացեք Աստծուց ասել է մի մարդ, որն ինքն իր մասին գրել է. Քրիստոսի սպասավորներ են, խենթությամբ եմ ասում, ես առավել եւս, վաստակով առավել եւս, գանահարությամբ առավել եւս, բանտարկությամբ առավել եւս, մահվան վտանգով բազում անգամ, հրյաներից 5 անգամ 40-ից մեկով պակաս հարված եմ ընդունել, 3 անգամ խարազանվել եմ, 1 անգամ քարկոծվել, 3 անգամ նավաբեկության եմ ենթարկվել։ Նավաբեկությունը գիտեք որն է։ Մեր բառերով ասած ավիակատաստրոֆան է։ Առաքյալ մարդ ընկել է ավիակատաստրոֆայի մեջ, այն էլ 3 անգամ։ Այսօր շատ քարոզիչներ քարոզում են, որ հավատացյալները որևէ խնդիր չպետք է ունենան։ Կամ եթե նրանք խնդիրներ ունեն, դա նրանց հավատքի պակասից է, որ նրանք խնդիրներ ունեն։ Կամ ինչ որ մի մեղք են գործել, դրա համար խնդիրներ ունեն։ Խնդրեմ, առաքյալ մարդ էր Պողոս առաքյալը։ Հետո նա շարունակում է, որ մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ է մնացել, բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից, հոգնություն ու աշխատանք, բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի, ցրտի ու մերկության մեջ, մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը, ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատված չենք, հալածված ենք, բայց լքյալ չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։ Եղբայրներ, չենք ուզում, որ դուք տեղյակ չլինեք այն նեղությանը, որ մեզ պատահեց Ասիայում։
Այն մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել։ Մենք ինքներս ընդունել էինք մահվան վճիռը, որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնենք, այլ Աստծո, որը հարություն է տալիս մեռելներին։ Եվ նաև շարունակում է, որ ասում է. Տիրոջ վերքի նշանները կրում եմ իմ մարմնի մեջ։ Այսինքն այնքան ծեծեր, գանահարություններ կրել էր Պողոս առաքյալը, որ մարմնի վրա այդ վերքերը նա կրում էր։ Մարմնի վրա սպիները նշաններն էին դրա։ Եվ նա ասում է, որ մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք եւ աստանդական շրջում ենք։ Եթե ես ամբողջ իր նեղությունները եւ հալածանքները կարդայի, դա մոտավորապես մի 15 րոպե կտևեր։ Սա այն մարդն է, որի մասին իր ազգակիցները ասեցին, որ նա մտել է եւ տաճարն է պղծել։ Եվ ասեցին մահ դրան, վերացրեք դրան երկրի երեսից, որովհետև նա ապրելու իրավունք չունի։ Ես կարծում եմ Պողոս առաքյալի համար այդ պահին քարկոծվելը ավելի պատվաբեր մի բան կլիներ, քան թե նրա մասին ասեն, որ նա դավաճան է եւ մտել է տաճարն է պղծել, որովհետև նա ասում էր, որ նա իր հայրերի ավանդույթները, իր պապերի ավանդույթները պահել է եւ գամաղելի ոտքերի տակ էլ սովորել էր։ Սա մի մարդ է այս խոսքերը գրել, որին քարկոծեցին եւ կարծեցին, թե մեռել է, վերցրեցին, տարան քաղաքից դուրս աղբանոցը նետեցին։ Ինչու աղբանոցը, որովհետեւ աղբանոցները առաջ քաղաքից դուրս էին կառուցում։ Եվ տարան քաղաքից դուրս նետեցին։ Եվ այս մարդը գրում է ամեն ժամանակ եւ ամեն բանի համար գոհացեք Աստծուց։ Իմ ուղեղի մեջ անկեղծ ասած չի տեղավորվում։ Շատ չի մի մարդու համար այսքան քաշելը։ Եվ այդքանից հետո էլ նման խոսքեր գրել։ Եվ առաջի բանը, որ նա ասում է, որ ամեն ժամանակ պետք է գոհանալ Աստծուց։ Այսինքն դու նկատի ունես ամեն ժամանակ, թե բացառություններ կան։ Պողոս առաքյալը նկատի ունի ամեն ժամանակ։ Գիտեք, ցանկացած մարդ կարող է գոհանալ Աստծուց, երբ բերքն առատ է։ Գոմերը լի են գիրուկ անասուններով, արոտավայրերում էլ անասունները շատանում են։ Երբ թզենին ծաղկում է, խաղողի որդատունկը պտուղ է տալիս, ձիթենի արդյունքը չի պակասում եւ արտերը առատ կերակուր են տալիս, այդ ժամանակ շատ բնական է գոհանալ Աստծուց։ Երբ մենք առողջ ենք, իսկ հարստությունը շատանում է, ով չի ասի գոհություն Աստծուն։ Երբ առևտրականի առևտուրը լավ է ընթանում, ինչպես նա չի ասի, որ Աստված բարի է։ Բայց Աստծուց գոհանալ ամեն ժամանակ բոլորովին այլ բան է։ Օրհնել Տիրոջը փոթորիկների ժամանակ, գովաբանել նրան կորուստների եւ ցավերի ժամանակ, սա այլ բնույթի գործ է, սա այլ խորություն է։ Գիտեք, ես ծիծեռնակներ շատ եմ սիրում։ Ես չեմ կարող բացատրել, դա ինձ համար անբացատրելի մի զգացողություն է, երբ որ լսում եմ ես այդ արարածների ձայնը, ինձ մոտ ուրախություն է ծնվում։ Չեմ կարող բացատրել ինչու։ Կարծես նրանք գարնան ավետաբերները լինեն։ Բայց ծիծեռնակները մի յուրահատկություն ունեն, ամռան հետ էլ չվում են, անհետանում են։ Մեր գոհությունները պետքա ծիծեռնակների նման, ամռան նման չչվեն եւ չանետանան, որովհետեւ մեր կյանքի եղանակները փոխվում են, մի օր ամառ է լինում լավ օրեր, մի օր վատ օրեր, մի օր ձմեռն է գալիս, հետո աշուն է գալիս եւ ուժեղ քամին մեր վերջի ծառի վրա մնացած վերջի տերևներն են թափ տալիս, բայց առաքյալը ասում է, որ պետք է գոհանանք ամեն ժամանակ։ Ես մի գաղտնիք ասեմ, ոչ մեկին չասեք, Աստված նաև վատ օրերի Աստվածն է։ Այո, մեր վատ օրերի ժամանակ նա շարունակում է մնալ մեր Աստվածը։ Օրվա բոլոր ժամերին մենք կարող ենք գոհանալ Աստծուց։ Մեր ռոման եղբայրը շատ է աղոթքների մեջ ասում, որ մենք քնեցինք եւ զարթնեցինք, որովհետեւ դու պահպանում ես մեզ։ Երբ որ մենք արթնանում ենք, կարող ենք գոհանալ Աստծուց, որովհետեւ արթնացել ենք, որովհետեւ հենց այդ նույն օրը շատերը չեն արթնացել։ Եվ մեր վերջին միտքը քնելուց առաջ պետք է լինի սա գոհություն Աստծուն, որ հանգիստ է տալիս մեր հոգնած գլխին, մեր հոգնած մարմնին։
Գոհության առիթները եւ պատճառները շատ են։ Աստված բազում էս առիթներ եւ պատճառներ է տվել գոհանալու եւ մի քանիսի մասին կուզենամ այսպես հպանցիկ արագ ասել, չնայած որ սրանք այնպիսի խոշոր օրհնություններ են, որ կարելի է ամեն մեկի մասին մի առանձին պատգամ տալ։ Նա մեզ կյանք է տվել։ Ամեն։ Դու որ այստեղ հիմա նստած ես, դու որ շնչում ես, դու որ գոյություն ունես, քո գոյության պատճառը Աստված է։ Նա մեզ կյանք է տվել։ Ներել է մեր մեղքերը։ Ամեն։ Եթե մենք այլևս ոչ մի ուրիշ ողորմություն եւ շնորհք չստանանք, միայն սա, որ նա ներել է մեր մեղքերը, բավարար է, որ մենք հավիտյանս հավիտենից գոհանանք Աստծուց։ Աշխարհահռչակ քարոզիչ Դեվիդ Վիլկերսոնը ասում էր. Եթե Աստված բացի Քրիստոսից հավատացյալներին ուրիշ էլ ոչ մի բան չտար, եկար փրկվեցիր ու վերջ, ուրիշ բան էլ չես ստանում, նյութական էլ որևէ բան նրանից չես ստանալու, եթե չտար, հարց էր տալիս Դեվիդ Վիլկերսոնը, քանի քրիստոնյա եւ հավատացյալ կլինեն աշխարհի վրա։ Հաջորդը խոշոր օրհնությունների մասին եմ խոսում, որի համար մենք կարող ենք փառք տալ Աստծուն, գոհանալ Աստծուց, նա մեզ վերստին ծնունդ է տվել, հոգևոր ծնունդ։ Նա փրկել է մեր հոգիները։ Սաղմոսների մեջ գրված է, որ մարդը չի կարող փրկել իր եղբորը եւ ոչ էլ նրա փրկության գինը, փրկանքը տալ Աստծուն, որովհետեւ դա թանկ գին ունի։ Եվ այդ գինը վճարել է Հիսուս Քրիստոսը։ Նա պահպանել է մեր գոյությունը, մինչև հիմա նա մեզ պահպանում է։ Մեզ դարձրել է իր զավակները։ Սա ամենախոշորագույն կոչումներից մեկն է լինել Աստծո զավակ։ Հովհաննես Թումանյանն ասում էր, որ մարդ լինելու կոչումը ամենամեծագույն կոչումներից մեկն էր, բայց ամենախոշորագույն կոչումը, որ երբևէ տրվել է մարդուն, դա Աստծո զավակ լինելու կոչումն է։ Մենք նաև գոհանում ենք նրան իր Սուրբ Հոգու բնակության համար, որ Սուրբ Հոգին է տվել մեզ։ Եվ գոհանում ենք նաև նրանից, որ մեզ դարձրել է հավիտենական ժառանգության, հավիտենական կյանքի ժառանգներ։ Փառք Տիրոջը։ Եվ այսքանից հետո ուզում եմ մի հարց տալ. ինչ են մեր գոհությունները այս ամենի դիմաց։ Եթե մենք ամեն մեկիդ 1000 կյանք էլ հիմա տայինք եւ այդ 1000-ն էլ երկար տարիներ ապրեիք եւ վերջում նահատակությամբ ավարտեիք ձեր կյանքը, դա բավարար չէր լինի համեմատելու այն, ինչ որ արել է Տերը մեզ համար։ Եվ գոհություն մատուցելը, գոհանալը ամենափոքր բանն է, որ մենք կարող ենք անել։ Մեզանից շատ բան չի պահանջվում, չէ՞։ Նյութական ինչ-որ բաներ չպետք է բերենք։ Շուրթերով, լեզվով, եւ միթե մենք կձախողվենք անգամ լեզվով Տիրոջից գոհանալուց։ Գոհության գործը չի պատկանում միայն հռետորներին կամ ճարտարախոսներին։ Այն մարդը, որ երկու բառ հազիվ իրար է կպցնում, նա էլ կարող է գոհանալ։ Գոհությունը նաև գոհության գործը չի սահմանափակում նաև քիչ ունեցված ստացված ունեցողին, որովհետև այն կինը, որ երկու լումա տվեց, նա նույնպես գոհություն մատուցեց։ Ես չգիտեմ դուք ինչ վիճակով եք եկել այստեղ, ինչ խնդիրներ ունեք, բայց գուցե դու մեկն ես, որ այսօր եկել ես այստեղ եւ մտածում ես, որ դու արկայծող պատրույք ես, հանգչելու վրա ես, այլևս ուժ չի մնացել քո մեջ, դու կարող ես գոհանալ Աստծուց, որովհետև նա խոստացել է, որ արկայծող պատրույքը չի հանգցնելու։ Եթե դու եկել ես այստեղ նստած ես ջախջախված, բազում խնդիրներով, դու կարող ես գոհանալ Աստծուց, որովհետև նա խոստացել է, որ ջախջախված եղեգը չի փշրելու։ Հետևաբար ոչ մի քրիստոնյա չի կարող ասել, որ ինքը չի կարող օգտվել գոհություն հայտնելու արտոնությունից։ Բայց ես խոստովանում եմ, որ ես մեկ ողորմություն եւ հոգեվոր շնորհք չեմ ստացել, եւ ոչ է 20, եւ ոչ էլ 100,
դրանք առատորեն շահ տված են եղել մեր ճանապարհների վրա։ Ամեն։ Առատորեն են, ինչպես գրված է, որ նա փռեց եւ տվեց աղքատներին։ Այդ աղքատներից մեկը ես եմ, որ նրա բազում ողորմություններն եմ ստացել։ Մենք խոսեցինք հավիտենական մեծ օրհնությունների մասին, որի համար պետք է գոհանանք, բայց մենք կարող ենք փոքր բաների համար էլ գոհանալ Աստծուց, երբ որ հաց ենք բերում տուն կամ հաց ենք կիսում սեղանի շուրջ, մենք պետք է գոհանանք Աստծուց։ Մենք պետք է գոհություն հայտնենք Աստծուն նաև այն ողորմությունների համար, որ չենք տեսնում։ Այո, կան այդպիսի ողորմություններ, որի մասին անգամ մենք տեղեկություն չունենք, խաբար չենք, որ նման ողորմությունների ենք արժանացել։ Ես վստահ եմ, որ մենք գնանք երկինք, այնտեղ մեզ ինչ որ մի ձև, ինչ որ մի կերպ ցույց կտան, թե ինչից է, ինչերից է, բազում անգամներ փրկել Տերը, որի մասին անգամ տեղեկություն էլ չունենք։ Եթե մենք ավտովթարի ենթարկվենք, Աստված չանի, Աստված պահապան բոլորին, բայց մենք շատ գոհ կլինենք, եթե մեր վերջույթները չկոտրվեն, կոտրվածքներ չունենանք, բայց միթե մենք չպետք է գոհ լինենք այն ժամանակ, որ ընդհանրապես ավտովթարի չենք ենթարկվել։ Կամ եթե մենք ընկնենք աղքատության մեջ, ծանր իրավիճակի մեջ եւ մի բարերար մեզ հանի այդ վիճակի մեջից եւ դարձնի մեր նախկին կարգավիճակին, միթե մենք երախտապարտ չենք լինի, երախտապարտ կլինենք, բայց միթե գոհ չպետք է լինենք նրա համար, որ ընդհանրապես չենք ընկել աղքատության մեջ։ Եվ Պողոս առաքյալը ասում է, որ ամեն ժամանակ եւ ամեն բանի համար պետք է գոհություն հայտնենք, եւ կարծես թե գնալով դոզան ավելանում է։ Դոզան ավելանում է։ Արդյոք գոհություն պետք է հայտնել, երբ որ մենք ունենում ենք կորուստներ, երբ որ մենք անցնում ենք տառապանքների եւ չարչարանքների միջով։ Գիտեք, փորձության մեջ, կորուստների մեջ Աստծո ձեռքը տեսնելը յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի համար նշանակում է տրտունջի ավարտ, տրտունջի վերջ։ Սուրբ Օգոստիանոսը եկեղեցու հայրերից պատմում է, որ հին ժամանակներում, երբ որ քրիստոնյաները հանդիպում էին իրար, երբեք չէին բաժանվում հետևյալ նախադասությամբ. Deo gratias։ Նրանք վերջում ասում էին Deo gratias եւ հաջողություն էին մաղթում իրար։ Ինչ էր նշանակում Deo gratias-ը։ Դա նշանակում էր գոհություն, շնորհակալություն Աստծուն։ Բայց հաճախ ինչի շուրջ էին նրանք զրուցում, երբ որ հավաքվում էին, հանդիպում էին իրար հետ։ Նրանք մեկը մյուսին պատմում էին, թե նախորդ շաբաթ ամֆիթատրոնում, հռոմեական ամֆիթատրոններում գազանները ինչպես են կտոր արել իրենց եղբայրներին եւ քույրերին։ Եվ վերջում նրանք ասում էին Deo gratias։ Անկեղծորեն պետք է ասեմ, ես այդ քրիստոնեությունը եւ իմ ապրած քրիստոնեությունը շատ տարբերվում է, կոնտրաստը շատ մեծ է։ Հաճախ նրանք սգում էին հերետիկոսությունների վերելքի համար, տարածման համար, բայց դա նույնիսկ չէր խլում Տիրոջից նրանց Deo gratias-ը։ Մեր կյանքի կարգախոսը պետք է լինի Deo gratias-ը, գոհություն Աստծուն։ Հաճախ երբ որ այդ մարդկանց տկար քույրերի անգամ տանում էին ամֆիթատրոնների եւ գազաններին արձակում էին, առյուծներին կատաղած արձակում էին նրանց վրա, այս քույրերը եւ եղբայրները անզեն կանգնած այդ ամֆիթատրոնների մեջտեղում ասում էին Pro Christo, հանուն Քրիստոսի եմ ես նահատակվում։ Եվ սա ամենաուժեղ քարոզն է եղել, որ երբևէ տրվել է եկեղեցու հին ժամանակներում, որովհետև ամֆիթատրոններում նստած այդ ամբողջը, որ եկել էր զրելի շարուսային այդպիսի բառ կա, տեսարան տեսնելու համար, երբ որ այդտեղից գնում էր այդ մարդկանց պահվածքից, շատերը դառնում էին Աստծուն։ Ասում էին, սա ինչ բան է, որ մարդը կարող է մահի աչքերին ուղիղ նայի եւ փառաբանելով, գոհանալով Աստծուց գնա երկինք։ Ախր նրանք հռոմեացիները, որ դատապարտել էին այս մարդկանց մահվան, ներկայացնում էին, որ նրանք դավաճաններ են, նրանք ստոր արարածներ են, որ Հռոմի դեմ դավադրություններ են նյութում, ապա ինչպես է ստացվում, որ անզեն մի կին, տկար մի աղջիկ կարող է գնալ ամֆիթատրոն,
կատաղած առյուծի, գազած առյուծի դեմ եւ ասի պրո Քրիստո, եւ շատերը դրանից ապաշխարում էին։ Միթե հրաշալի չէր նույն Պողոս առաքյալի եւ Շիղայի օրհնությունը, գոհությունը, երբ որ նրանք հայտնվեցին բանտում։ Նրանք սկսեցին գոհանալ Աստծուն այն ժամանակ Աստծուց, երբ որ հայտնվեցին բանտում, բայց մեզանից քչերը գիտեն, թե ինչքան գարշահոտ էր օդը հռոմեական բանտերում, ինչքան խոնավ եւ կեղտոտ էր այդ բանտում, այդ բանտը ինչքան կեղտոտ եւ խոնավ էր։ Եվ այդուհանդերձ նրանք կեսգիշերին բարձրաձայն գովերքում են եւ փառաբանում են Աստծուն։ Ահա սա է իսկական գոհությունը։ Կեսգիշերին օրհնել նրան, ցավերի արյունոտ մեջքով օրհնել նրան, ոտքերը կոճղերի մեջ կապված օրհնել նրան։ Ես ասացի, որ կորուստների ժամանակ մենք պետք է գոհանանք Աստծուց, բայց կորուստներ կան, որ դրանք թվացյալ կորուստներ են։ Արդ երևույթ, երբ որ մենք նայում ենք, ասում ենք դրանք կորուստներ են, թվացյալ։ Բայց եթե հավատքի սուր աչքով նայենք, այդ կորուստների մեջ անգամ Տերը գործում է։ 5 տակարանում այսպիսի մի պատմություն կար, որ Սավուղի հոր Կիսի էշերը կորան։ Կարդացել եք այդ պատմությունը։ Ինչ էր եղել, ինչու կորան էշերը, հարց է առաջանում։ Ուղղակի կորան։ Միգուցե Սավուղի հայրը Կիսին այդ էշերը առել էր, որպեսզի բիզնեսի մեջ դներ։ Այն ժամանակ դա եւ ուղևորափոխադրումներ կարող էին իրականացնել դրանով եւ բեռնափոխադրումներ։ Բայց կորան էշերը։ Այս մարդիկ մեղ չէին գործել, հանցանք չէին գործել, ուղղակի կորան։ Գրված չէ թե ինչի համար կորան։ Եվ Սավուղը գնաց էշերը որոնելու։ Նա գնաց կորած էշերի հետևից, բայց գտավ թագը։ Նա հանդիպեց Սամուելին, որը նրան թագավոր օծեց։ Եթե էշերը չկորեին, նա չէր հանդիպի Սամուելին։ Մեր կյանքի կորուստները հաճախ մեզ առաջնորդում են դեպի ավելի մեծ օրհնություններ։ Աստծո ձեռքը, Սպերջենն է ասում, Աստծո ձեռքը նույնիսկ կորած էշերի ոտնահետքերի մեջ էր։ Մի պատմություն կա, որ ես կարդացի 18-րդ դարում հայրը եւ որդին, դե ժամանակ գիտեք հեռախոս չկար, որ զանգեին մեկը մյուսին ասեն, ես այստեղ պետք է սպասեմ, քեզ կգաս։ Հայրը եւ որդին բաժանվում են մի որոշ ժամանակով եւ պայմանավորվում են, որ նշված օրը, շաբաթներ անց, նշված ժամին նրանք պետք է դուրս գան ամեն մեկը իր գտնվելու վայրից եւ 20 կիլոմետր հեռավորություն պետք է անցնեն եւ հանդիպեն իրար։ Երբ որ նրանք գալիս են հանդիպում են իրար, որդին ասում է. Հայրիմ, ես ուզում եմ գոհանալ Աստծուց ճանապարհին իմ ունեցած այն նախախնամության համար, որովհետև ճանապարհին իմ ձին 3 անգամ սայթաքեց, ես էլ նրա հետ, բայց ինձ ոչինչ չպատահեց։ Իսկ հայրն էլ պատասխանում է, ասում է. Իմ սիրելի որդի, ես նույնպես պարտավոր եմ Աստծուն գոհություն հայտնել նրա նախախնամության համար, որովհետև իմ ձին ճանապարհին ոչ մի անգամ չսայթաքեց։ Երկու դեպքում էլ գոհանում են, բայց եթե երկուսի ձին էլ չսայթաքեր, նրանք չէին հանդիպելու իրար։ Հաճախ Աստված թույլ է տալիս մենք ընկնենք այդպիսի իրավիճակների մեջ, որպեսզի ավելի մեծ օրհնությունների տանի։ Ես ապաշխարել եմ այն ժամանակ, երբ որ կորցրել եմ քայլելու կարողությունս։ Դա է ինձ բերել Աստծուն Ստամբուլ քաղաքում։ Ես չէի կարողանում քայլել եւ հաճախ շատերը կարող են վկայել շատ հավատացյալներ, մինչեւ չեն հանդիպել փակուղու, մինչեւ մի հիվանդություն, ցավ նրանց կյանքում չի եկել, նրանք Աստծուն չեն եկել։ Վերջերս ես օդանավական էի գնացել, որպեսզի դիմավորեմ այն մարդկանց, ում մոտ ես աշխատում եմ, նրանք ամերիկացիներ են, եւ ես նրանց մեքենան եմ վարում եւ գնալուց առաջ աղոթեցի, Տեր, խնդրում եմ, պահիր, պահպանիր ինձ, որովհետեւ մեքենան թանկարժեք մեքենա է, դա վերջի դասի ամենավերջի ներկայացչական մեքենաներից մեկն է, որ կա, եւ ես միշտ այդ մեքենան, որ լստում եմ, լարվում եմ, իմը չի, պատասխանատվության զգացողությունն էլ մեծ է, աղոթեցի, գնացի այդ մարդկանց դիմավորեցի, նրանք էլ շատ կարեւոր անձնավորություններ են Հայաստանի համար եւ ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություններ են, նրանց հետ էլ հյուր կար պատմության դասախոս էր, որը եկել էր
որ իրենց ներկայացնեն Հայաստանի պատմությունը, եւ ճանապարհին գալիս ենք, նոր ենք դուրս եկել Իսակովի պողոտայում, մի կողմը ասֆալտապատում են ճանապարհի, փակել են լրիվ, մյուս կողմը, որը դեպի օթանավական է գնում, երկու կողմը գնացողն են տվել, մեկ կողմը հետեկողը։ Եվ գիշերը անձրև է գալիս, ցուրտ, մութ, եւ ես ընկա փոսի մեջ, եւ մեքենայի երկու անիվները առաջի եւ հետևի պայթեցին։ Մի ճանապարհ կա եւ այդ ճանապարհը փակվել է, մեքենան այլևս չի գնում, բարեկները եկել են, օգնում են, որպեսզի մեքենան տեղափոխեն երթևեկելի մասից, որպեսզի մյուս մեքենաները, որոնք դեպի կենտրոն են գնում, կարողանան գնալ, եւ ես այդ պահին հստակ մի բան մեջս։ Բայց ես աղոթել էի, Տեր, ոչ թե տրտնջալով կամ բողոքելով, ես աղոթել էի, որ դու պահեիր ինձ։ Եվ լսում եմ մի ձայն, ես քեզ ավելի մեծ անախորժություններից եմ պահել։ Ու ես մինչև մոտարապես 9 ժամ այդտեղ եմ մնացել, որպեսզի մեքենան կարգավորենք, մեքենայի անիվները փոխենք։ Ճիշտ է, անախորժություն էր, մեծ ծախսերի հետ էր կապված, բայց գոհություն Աստծուն, որովհետև ես չգիտեմ, թե ճանապարհին իմ դիմաց ինչ էր սպասվում ինձ։ Միթե փառավոր չէր Հոբի գոհությունը այն ժամանակ, երբ որ ինքը հիվանդացավ, իր ամբողջ ունեցվածքը ձեռից տվեց եւ իր որդիներին էլ կորցրեց, իր զավակներին կորցրեց, բայց այդ ժամանակ նա ասաց. Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի։ Սա ասաց նա այն ժամանակ, երբ վշտից պատրել էր իր հանդերձները եւ խուզել էր իր գլուխը։ Գիտեք, մենք շատ ենք կարդացել, որ մենք վստահում ենք Աստծուն։ Տերը մեր ապավենն է, Տերը մեր ամրոցն է, Տերը մեր վահանն է, մեր պահապանն է, մեր հսկիչն է, մեր փրկիչն է։ Բայց գիտեք, որ կան դեպքեր, երբ որ Աստված վստահում է մարդուն։ Նա ոչ բոլորին է վստահում, բայց կան մարդիկ, որոնց նա վստահում է, որովհետև նա գիտի, որ եթե նա այդ տառապանքը, այդ չարչարանքը տա Հոբին, Հոբը պատվով կանցնի այդ փորձությունը։ Այսօր շատերն են խոսում, ես մի քարոզ լսեցի մի շատ հարգարժան քարոզչից, որ ասում էր, որ Ղազարոսը, աղքատ Ղազարոսը ինքը պարտված եւ աղքատ մտածելակերպով մի մարդ էր։ Ես ցավում եմ, որ այդպիսի քարոզներ կան, այդպիսի քարոզներ են տալիս եւ այդպիսի քարոզիչներ կան մեր օրերում, բայց ինձ համար Ղազարոսը հավատքի խոշոր մի մարդ է։ Աստված վստահեց Ղազարոսին, որ այդ տառապանքը, այդ ցավը տա այդ մարդուն, նա մինչև կյանքի վերջը հավատարիմ կմնա։ Պատկերացեք, մեկը, ով ուտելու բան չունի, վերքեր ունի, հիվանդ է, եւ մեկն էլ չկա, որ գա խնամի, վերքերը կապի, շներն են նրան խնամք տանում եւ շներն են գալիս լիզում իր վերքերը, բայց Աստված վստահեց Ղազարոսին եւ կարծում եմ սատանայի հետ այդ խոսակցությունը եթե եղած լիներ, նա կասեր նայի, ես վստահ եմ, որ Ղազարոսը, որ ամբողջ օրը տեսնում է թե ամբարիշտը ինչպես է ցոփ ու շվայտ կյանքով ապրում, եւ Ղազարոսն էլ հավատքի մարդ է, որը նրա ունեցածի այդ կրճոններից, մնացորդներից է օգտվում, մինչև վերջ չի տրտնջա, չի դժգոհի, երես չի թեքի ինձանից։ Եվ երբ որ մահացան, Ղազարոսի հետևից հրեշտակները գնացին։ Ինչ է լինում, երբ հավատացյալը սկսում է չգոհանալ Աստծուց եւ շնորհակալ չլինել Աստծուն։ Նա հայտնվում է շատ վտանգավոր մի դիրքում, մի կարգավիճակում։ Հռոմեացիների 21-րդ առաջի գլխում 21-րդ խոսքում մենք չենք կարդա, բայց ես կասեմ, որ այնտեղ գրված է, որ այն մարդիկ, ովքեր Աստծուն ճանաչելով չփառավորեցին եւ գոհություն չհայտնեցին նրան, նրանց համար այլևս որևէ արդարացում չկա։ Շատ խիստ է հնչում, բայց Պողոս առաքյալի խոսքերն են, եթե հարցեր ունեք, խնդրեմ իրեն տակ։ Գոհության պակասը Պողոս առաքյալը դասում է մեծագույն մեղքերի շարքին։
Ինչու, որովհետև այս մարդիկ ստանում են բազմաթիվ օրհնություններ, առանց դրանք նկատելու կամ նույնիսկ գիտակցելու, որ ունեն դրանք։ Տերը շարունակում է նրանց օրհնել նյութական հարցերում, պահպանել նրանց առողջությունը, նրանց ուժը, իսկ նրանք ապրում են այնպես, ասես այդ ամենն այնքան սովորական բաներ են, որ չարժե Աստծուց գոհանալ դրա համար։ Ինչու ոմանք, որոշ քրիստոնյաներ այդուհանդերձ գոհություն չեն հայտնում Աստծուն, որովհետև նրանք միշտ կենտրոնանում են այն բաների վրա, որը չունեն։ Միշտ կենտրոնանում են դրա վրա։ Նրանք ունեն մանանա, որը երկնային կերակուր է, հրեշտակների կերակուր է, բայց կենտրոնանում են Եգիպտոսի ձկների վրա։ Եվ միշտ իրերի միայն տխուր վատ կողմի վրա սևեռվել է եւ մեր օրհնությունները մոռանալը ապերախտության, անշնորհակալության տխուր օրինակ է։ Ինչու շատերը չեն գոհանում, որովհետև ագահ են, չեն բավարարվում ունեցածով։ Այո, մարդը կարող է շատ դժգոհ լինել անգամ, երբ որ շատ ունի։ Կարծում եմ դուք ինքներդ ճանաչում եք ձեր շրջապատում այդպիսի մարդիկ կլինեն, որ շատ հարուստ են, բայց դժգոհ են, տրտնջում են, բավարարված չեն։ Եվ այդ դժգոհությունը նույն հավանականությամբ կարող է նստած լինել մի հարուստի գահին, այնպես ինչպես մի խրճիթում, մի կիսակոտրած աթոռի վրա։ Մարդու գոհությունը, մեր գոհությունը պետք է լինի մեր սրտի մեջ եւ ոչ թե մեր ունեցածի մեջ։ Տեսեք, Ալեքսանդր Մակեդոնացու մասին լսած կլինեք։ Ամբողջ աշխարհը այս մարդը գրավել է, բայց լացում է մեկ այլ աշխարհի մասին, տենչում է գրավել էլի ուրիշ աշխարհներ, որպեսզի իր հաղթական զենքերը տանի այնտեղ եւ մարդկանց արյան ծով մարդկանց սպանելով արյան ծովը, որպեսզի հոսի եւ ինքն էլ դրա մեջ իր հավակնությունները կամ այդ անհակ ծարավը հավակնությունների բավարարի, կշտացնի։ Շատ հարուստներ կալվածքներ ունեն եւ այդպիսի մի օրինակ կա Աքաբը, որ թագավոր մարդ է, ամեն բան ունի։ Այնտեղ մի հատ աղքատ մեկը կա, անունը Նաբովթ է, մի փոքր այգի ունի հայրերից ժառանգած, աշկը դրել է դրա վրա, ուզում է անպայման այդ այգին տիրանա։ Եվ երբ որ նա ասում է կներես, չեմ կարող տալ, սա իմ հայրական այգին է, հողակտորն է, այս չնչին հողակտորը, որ ժառանգել եմ իմ հայրերից, այնպիսի մի դավադրություն են նյութում Նաբովթի դեմ, որ դաժանաբար սպանում են այդ մարդուն եւ Եղիան գալիս է Աքաբի առաջ կանգնում է եւ ասում է այն արտի մեջ որ սպանեցիք, թափեցիք Նաբովթի այրունը, պետք է շները լակեն քո այրունը։ Եվ այս մարդիկ չեն գոհանում, որովհետև տզրուկի նման անդադ ասում են տուր, անդադ ուզում են վերցնեն եւ երբեք նրանք չեն ասում, որ բավարար է, բավական է։ Երբեք չեն ասում, որ հերիք է։ Սպերջենը իր քարոզներից մեկում պատմում էր մի աղքատ կնոջ մասին, ես գուցե սրա մասին առիթ եմ ունեցել ասելու, որը ապրում էր խրճիթում, շատ աղքատ մի կին էր, միայնակ էր ապրում եւ արդեն եկել էր իր մահանալու ժամանակները, ծեր էր, ասում է, երբ որ նա հաց ու պանիր էր ունենում ուտելու, վերցնում էր այդ հաց ու պանիրը, նայում էր երկինք, ասում էր, Տեր, ինչքան շատ բան ես տվել ինձ, հացը, պանիրը եւ պլյուս Քրիստոսին։ Պատկերացնում եք, ես չեմ ասում մենք հաց ու պանիր միայն ուտենք, չնայած հիմա պանիրը թանկարժեք բան է դարձել, առաջ հաց ու պանիրը ուտում էին, որպեսզի աշխատանքի գնան, հիմա աշխատում են, որ հաց ու պանիր ուտեն։ Ինչու չենք գոհանում, պատճառներից մեկը նաև այն է, որ մենք մեր ունեցածը համեմատում ենք ուրիշների ունեցածների հետ։ Դե եթե այդպես է, ես առաջարկում եմ, որպեսզի գնաք Աֆրիկա եւ ձեր ունեցածը համեմատեք այն երեխայի կամ այն մարդկանց հետ, որոնք գոհանում են Աստծուց, երբ որ մաքուր ջուր են խմում։ Մաքուր ջուր։ Պատկերացնում եք ինչերի համար կարելի է գոհանալ Աստծուց։ Հաճախ մենք ինչ ենք ասում, ասենք, եթե մեր ունեցվածքը կրկնապատկվեր, հաստատ կգոհանայի Տիրոջից։ 100% կգոհանայի։
Թող կրկնապատկի եւ կգոհանա։ Ասեմ, որ չի լինելու, չես գոհանալու։ Եթե անգամ կրկնապատկի քո ունեցածը։ Եվ հաճախ մենք ինչ ենք ասում ենք, այս այլ ունենամ, այս սրան էլ հասնեմ, այս ձեռք բերումն էլ, այս էլ ունենամ, այս էլ ունենամ, այս էլ ունենամ, նոր կգոհանամ Աստծուց, նոր կյանքս կնվիրեմ ասում եւ մոռանում ենք, որ առհասարակ պետք է ապրենք։ Վազում ենք միայն նյութականի հետևից, մոռանում ենք, որ այստեղ եւ հիմա մենք պետք է ապրենք եւ մեր շատ ձեռքբերումներ ու հաղթանակներ նման է լինում Պյուրոսյան հաղթանակների։ Ինչ է նշանակում Պյուրոսյան հաղթանակ, որ այդ հաղթանակը, այո, դա հաղթանակ է, բայց այնպիսի թանկ մեծ գնով է ձեռք բերվել, որ կասկածի տակ է դրվում անգամ արդյոք հնարավոր է դրան հաղթանակ անվանել, թե չէ։ Պյուրոսը դա պատմական մի կերպար է, որը Ալեքսանդր Մակեդոնացու հեռավոր բարեկամներից մեկն էր եւ հայտնի դարձավ այն պատճառով, որ նա ձեռնոց նետեց, մարտահրավեր նետեց զորացող հռոմեական կայսրությանը եւ նա առաջիններից էր, որ մարտարվեստում փղերի, հարբած փղերին կիրառեց եւ դրանով ահ ու սարսափ տարածեց իր թշնամիների շրջանում։ Եվ ինչու եմ ես հիմա խոսում Պյուրոսի մասին, երբ որ նա հաղթեց հռոմեացիներին, եկան նրան շնորհավորելու, իսկ նա ասաց իր հայտնի խոսքերը, եթե մենք եւս մեկ այսպիսի հաղթանակ տանենք հռոմեացիների նկատմամբ, վերջնականապես կկործանվենք եւ կպարտվենք։ Նա մի շատ խելացի խորհրդական ուներ եւ այսպիսի մի զրույց արձանագրվեց նրանց միջև, խորհրդականն ասեց Պյուրոսին, մինչև նա արշավելու էր Իտալիա, խորհրդականը ասեց. եթե հաղթենք հռոմեացիներին, ինչ ենք անելու։ Նա ասեց, մենք կտիրենք Իտալիային, իսկ հետո հարցրեց խորհրդականը, նա ասեց, դրանից հետո մենք կգրավենք Սիցիլիան, Լիբիան եւ Կարթագենը, իսկ երբ այդ ամենը նվաճենք, ինչ ենք անելու, հարցրեց խորհրդականը։ Իսկ Պյուրոսը պատասխանեց, այդ ժամանակ բարեկամս մենք հանգիստ կնստենք, կխմենք ու կվայելենք կյանքը։ Իսկ նրա խորհրդականը տվեց իր գլխավոր հարցը. իսկ ինչն է մեզ խանգարում հենց հիմա նստել, խմել ու վայելել կյանքը առանց այդքան արյուն թափելու եւ վտանգների ենթարկվելու։ Ինչքան հաճախ մենք գնում ենք որոշ ձեռքբերումներ ենք ունենում, բայց ինչքան թանկ գին ենք վճարում դրա դիմաց։ Երբ որ հետ ենք նայում, ասում ենք, բայց արժեր դրա համար այդքան չարչարվել, այդքան բողոքել, այդքան տրտնջալ, այդքան առողջության հաշվին, Աստծո հաշվին, եկեղեցի չգնալու հաշվին, հասնել դրան այդ ձեռքբերումներին, որոնք վերջում պետք է անվանվեն Պյուրոսյան հաղթանակներ։ Ես այս պատմությունը, որ կարդացի հումորային մի մանրապատում հիշեցի, որ հայկական մանրապատում է, որ մեկը մեքենայով անցնում է, տեսնում է մեկը պարկած է։ Եվ ասում է, ինչ ես անում, այդտեղ ասում է, պարկած եմ, ասում է, ինչի ես պարկել, ասում է, հելի գնա այդ հետևիդ ծառերը ջրի, մի քանի ամսից ասում է, բանը բերք կտան, բերքը կհավաքես, հա, այս պարկածն էլ ասում է, ինչի համար անեմ, գնամ ծառերը ջրեմ, ասում է, դե բերքը կհասնանա, կվեկալես, կտանես, ասում է, շուկայում կվաճառես, գումար ձեռք կբերես, ասում է, ինչի համար, այս պարկած մարդը, ասում է, ոնց թե ինչի համար, ասում է, հետո կգնաս էլի կողքի հողն էլ կառնես, այնտեղ այգիներ կտնկես, տարածքը կմեծանա, եկամուտդ կշատանա, կտանես, կծախես, ասում է, ինչի համար, ասում է, դե որ ծախես, ասում է, ավելի շատ գումար կունենաս, այն հետևի հողն է կառնես, գործարան կկառուցես, այդ մթերքը, այդ բերքը կմցնես գործարանի մեջ, հյութ կսարքես, պահածոներ կսարքես, այս մարդն ասում է, ինչի համար, ասում է, այն նրա համար, որ նստես ու ասում է, պարկես, վայելես կյանքը ու ոչ մի բան չանես։ Այս մարդն ասում է, հա դե հիմա պարկած եմ, ոչ մի բան չեմ անում, էլի, վայելում եմ կյանքը։ Սխալ չհասկանաք, ես ծուլություն չեմ քարոզում, ես 16 տարեկանից աշխատում եմ, աշխատասիրությունը գնահատվում է և Աստվածաշունչում բազում համարներ կան ծուլության դեմ, սխալ չհասկանաք, ես ագահության դեմ եմ քարոզում։ Եվ մեր Թումանյանը, մեր Լոռեցի Թումանյանը, ես ինքս Լոռեցի եմ, իր քառյակներից մեկում գրեց ագահ և անգոհ անշնորհակալ մարդու մասին,
որն այսպես է հնչում. «Հեյ, ագահ մարդ, հեյ, անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ»։ Քանիսն անցան քեզպես, քեզնից առաջ, քո առաջ, ինչ են տարել նրան կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ։ Խաղաղ անցիր, ուրախ անցիր 2 օրվա այս ճամփետ։ Ինչու 2 օր, ասում են, որ նրա պապը 102 տարեկանում մահացավ, բայց երբ որ մահանում էր, նրա վերջի խոսքերը հետևյալն էր. «Բա արժեր այս 2 օրվա համար աշխարհ գալ»։ Թումանյանի պապի խոսքերն էր։ Ես հիշեցի նաև մի պատմություն, որ իսկապես այս պատմությունը եղել է, այսինքն մի անգլիացի երիտասարդ շատ էր ուզում դառնալ Անգլիայի լավագույն իրավաբանը։ Եվ նա զրկեց իրեն ամեն ինչից, նա մեկուսացավ տանը, սկսեց չշփվել ոչ մեկի հետ։ Եվ նրա միակ զբաղմունքը, որ նա անում էր, ամբողջ օրը հատորներն էր, իր գրականությունն էր կարդում, գրականությունը։ Նա անգամ աղոթում էր, ասում էր. «Տեր, ինձ սարքի գիգանտ մեկը, որպեսզի ես լինեմ Անգլիայի լավագույն իրավաբանը»։ Եվ 10 տարի շարունակ փակվել էր իր սենյակում, ոչ ուտում էր, ոչ խմում էր, որպեսզի հասնի դրան։ Գրքերը դնում էր այդ գրքերը իր գլխի տակ, ասում էր, թող այս գրքերից մի քիչ ինֆորմացիա գա գլխիս մեջ, արդեն մարդը գժվել էր, խելագարվել էր եւ զրկել էր անգամ իրեն սննդից օրական մի չնչին բան էր ուտում, մտածելով, որ հանկարծ այդ կերածը, որ մարսողության վրա պետք է բանի, իր մտավոր կարողությունները չօգտագործի, քիչ էր ուտում դրա համար։ Եվ մի օր մի գիրք ընկավ ձեռքը, բացեց այդ գիրքը, կարդում էր եւ հանդիպեց հետեւյալ տողերին, որտեղ գրված էր. «Երբ ամեն ինչ ձեռք է բերված, որքան քիչ բան է իրականում շահված, եւ այդ քիչը շահելու համար որքան շատ բան է կորսված»։ Հաճախ մենք մեր միտքը երկար է, մենք կառուցում ենք շատ երկար, ծրագրում ենք մեր կյանքը, մտածում ենք սա էլ կանենք, նա էլ կանենք, սրան էլ կհասնենք, բայց մեր կյանքը շատ կարճ է։ Գոհությունը եւ գոհունակությունը դա բնածին մի բան չի, որ մարդու հետ գալիս է։ Դրան մենք պետք է սովորենք, ինչպես Ռոման եղբայրս կարդաց Փիլիպեցիներից, որ Պողոս առաքյալն ասում էր. «Ես սովորել եմ բավարարվել, գոհ լինել»։ Մոլախոտերը արագ են աճում։ Դժգոհությունը, տրտունջը, ագահությունը նույնքան բնական են մարդու համար, որքան մոլախոտերը հողի համար։ Մոլախոտերը առանց մշակման էլ նրանք բուսնում են։ Կարիք չկա, որ դու նրանց մշակես։ Նույն կերպ կարիք չկա մարդկանց սովորեցնես, որ նրանք դժգոհեն։ Նրանք առանց դրա էլ կարող են դժգոհել, դժգոհելու մասնագետներ են։ Եվ այդպիսի մի հումորային բան կար, ասում է, դու ինչի՞ց ես բողոքում, լրագրողը հարցնում է, փողոցում մարդուն ասում է, ես բողոքում եմ այս երկրի ծիծեռնակներից, տեսել եք դրանց։ Այսինքն էլ բողոքելու բան չի մնացել, մարդիկ ծիծեռնակներից են բողոքում։ Բայց եթե մենք ուզում ենք երկրի թանկարժեք բարիքները, եթե մենք ուզում ենք ցորեն, մենք պետք է մշակենք, վարենք ու ցանենք։ Պողոս առաքյալը ամենակրթված մարդկանցից մեկն էր, ասում են, որ նա պատմության ընթացքում 100 ամենակրթված եւ իմաստուն մարդկանցից մեկն է եղել։ Եվ գիտության մեջ, իմացության մեջ նրա ձեռքբերումները շատ էին։ Բայց ամենամեծ ձեռքբերումներից մեկը Պողոս առաքյալի այն էր, որ նա սովորել էր գոհ լինել, սովորել էր բավարարվել։ Պողոսն ասում է, ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ, գիտեմ կարիքի մեջ էլ, առատության մեջ էլ լինելը։ Ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ, թե կշտանալուն, թե քաղցելուն, թե առատությանը, թե կարիքին։ Գիտեք, սա աստվածային դաս է իմանալ առատության մեջ, գիտենալ, քեզ ինչպես պահես։ Եվ որ Իսրայելը գրած է, որ նրանք միսը կերան, դեռ միսը նրանց բերանում էր, հարվածը եկավ նրանց վրա, որովհետև նրանք նստեցին ուտելու եւ խմելու եւ պարելու եւ մեղքի մեջ ընկան։ Այդպես էլ շատ մարդկանց մոտ հացի կշտությունը հաճախ բերել է մեղքերի լիության։ Հաճախ մենք գուցե ասում ենք, Տեր, ինչու՞ ես չես տալիս։
Եվ Տիրոջ պատասխանը գուցե սա է. գիտեմ, որ տամ, քեզ շատ եմ սիրում, գիտեմ, որ տամ, գնալու ես կորես, կորցնելու եմ քեզ։ Դրա համար ավելի լավ է մի քիչ ունենաս, բավարարվես նրանով ինչ որ ունես, քան թե կորես, որովհետև ես քեզ սիրում եմ։ Պողոս առաքյալը գիտեր ինչպես ապրել այս երկու ծայրահեղությունների մեջ, իմանալ թե առատությունը, թե կարիքը ինչ բան է։ Գիտեք, երբ որ մարդը միայն գիտի կարիքը ինչ բան է, նրա համար ավելի հեշտ է։ Բայց մեկը, որ ունեցել է առատություն, վայելել է դրանից եւ հետո հայտնվում է ավելի ծանր վիճակում, նեղության մեջ, կարիքի մեջ, շատ ավելի դժվար է տանում։ Թռչունները, այն թռչունը, որ վանդակի մեջ է ծնվում եւ նա չի տեսել ազատությունը ինչ բան է, նրա համար շատ ավելի հեշտ է, քան այն թռչունը, որը ազատությունը տեսել է ինչ բան է եւ հետո նրան վանդակի մեջ են նետել։ Բայց այն մարդու համար, ով ունեցել է այս աշխարհի բարիքներից շատերը եւ այդպիսով կշտացած է եղել, չկավորության մատնվելը դաժան մի դաս էր, բայց Պողոս առաքյալն ասում է, ես գիտեմ, երկու դեպքում էլ եղել եմ, երկուսն էլ տեսել եմ։ Այսօրվա պատգամը թեև երկար է, ես պետք է կրճատեմ, որպեսզի ձեր ժամանակը շատ չխլեմ, բայց կա գոհության մի վտանգավոր վիճակ, որի մասին այնուամենայնիվ ես կուզենայի խոսել։ Կան մարդիկ, ովքեր գոհանում են եւ ասում են գոհ եմ, ինչպես Եսավն ասեց, երբ որ Հակոբին հանդիպեց, ասեց ես շատ բան ունեմ։ Երբ որ նա ուզում էր ընծաներ տալ Եսավին, Հակոբ ուզում էր ընծաներ տալ, ասեց ես դրա կարիքը չունեմ, ես գոհ եմ, ես շատ բան ունեմ։ Եվ Եսավը շատ անկեղծ էր, ազնիվ էր։ Նա չէր կեղծում։ Նա իրապես գոհ էր։ Այո, կան մարդիկ, որոնք գոհ են իրենց ունեցածից, բայց ցավոք սրտի միայն նյութական ունեցածից են գոհ։ Նրանց հոգևորը բնավ չի հետաքրքրում։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է, որ աստվածպաշտությունը գոհունակության հետ շահ է։ Երկուսը միասին են շահ։ Այսինքն ինչ է ստացվում, գոհունակությունը առանց աստվածպաշտության շահ չէ եւ մյուս կողմից աստվածպաշտության ցանկացած ձև, որ իր մեջ ունի գոհություն, պետք է լրջորեն կասկածի տակ դրվի։ Եթե ես շատ պետք է կրճատեմ իմ պատգամը, որովհետև ժամանակը լրանում է, եթե հարկ լիներ եւս մեկ փաստարկ ավելացնել, թե ինչու մենք պետք է գոհ լինենք, ապա ես կավելացնեի սա, որ ինչպիսին է լինի մեր կարգավիճակը, մեր նեղությունը, մեր չարչարանքները, դրանք վերջ ունեն, դրանք երկար չեն տևի, որովհետև մեր կյանքն էլ երկար չի տևելու։ Եվ Հովհաննես առաքյալը հայտնության թղթերում գրեց, որ բնավ մի վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք եւ 10 օր նեղություն կունենաք, հավատարիմ եղիր մինչև մահ եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Մենք ասացինք, որ մենք ամենակարող Աստծո զավակներն ենք եւ թագավորի զավակը, ով աստղերից այն կողմ ժառանգություն ունի, չպետք է տրտնջա ուրիշների պես։ Սուրբերը չունեն այլ դժոխք, եթե քո կյանքը անգամ այս երկրի վրա համարում ես դժոխք, դու այլևս ուրիշ դժոխք չունես, երկնքում դժոխք չկա։ Եվ մեղավորներն էլ, ինչքան էլ նրանց կյանքը դրախտի նման լինի, այս աշխարհում չունեն այլ դրախտ, բացի այս աշխարհում ունեցածից։ Եվ վերջում կուզենամ ավարտել մի հետաքրքիր պատմությամբ, որը տեղի ունեցել Չինաստանում։ Չինաստանի գյուղերից մեկում մի մարդ էր ապրում, մի գյուղացի, եւ նա մի շատ արժեքավոր ձի ուներ, շատ թանկարժեք արժեքավոր ձի ուներ։
Եվ այդ գյուղացու հարևանները անընդհատ գալիս էին նրա մոտ եւ ասում էին. «Քո բախտը ոնց ա բերել, դու շատ թանկարժեք եւ արժեքավոր ձի ունես»։ Իսկ նա պատասխանում էր. «Իմ բախտը բերել է, թե չի բերել, ես չգիտեմ, Աստված գիտի, գոհություն Աստծուն»։ Անցավ մեկ շաբաթ, նրա ձին կորավ, փախավ անտառ, եւ հարևանները եկան ասեցին. «Քո բախտը ոնց չի բերել, քո ձին, այդ թանկարժեք ձին, որ ունեիր, ազնվացեղ ձին, կորավ»։ Իսկ նա պատասխանեց. «Իմ բախտը բերել է, թե չի բերել, ես չգիտեմ, Աստված գիտի, գոհություն Աստծուն»։ Անցավ մեկ շաբաթ, այս ձին, որ կորել էր, հետ եկավ եւ իր հետ բերեց 7 ուրիշ վայրի ձիերի։ Եվ ամբողջ գյուղը հավաքվեց այս մարդու շուրջ, ասին. «Քո բախտը ոնց ա բերել, դու արդեն ունես 8 ձի, որոնցից 7-ը վայրի թանկարժեք ձիեր են»։ Իսկ նա պատասխանեց. «Իմ բախտը բերել է, թե չի բերել, ես չգիտեմ, Աստված գիտի, գոհություն Աստծուն»։ Եվ այնքան այս մարդու հռչակը մեծացավ, այնքան շատ պատմվեց այս մարդու ձիերի մասին, որ անձամբ կայսրը լսեց, Չինաստանի կայսրը, որ մեկը կա գյուղերից մեկում, այնպիսի ձիեր ունի, որ աշխարհի վրա նման ձիեր չկան։ Եկավ այս կայսրը, հասավ գյուղ, տեսավ այս գյուղացուն եւ ասեց. «Ինչ ուզում ես, խնդրի ինձանից, կտամ, այդ ձիերը տուր ինձ»։ Իսկ նա ասեց. «Ոչ, չեմ տալիս ձիերը»։ Կայսրը քոռու փոշման թողեց, գնաց եւ բոլոր հարևանները եկան ասեցին. «Քո բախտը ոնց չի բերել»։ Անձամբ կայսրը, Չինաստանի թագավորը եկել էր քո մոտ, խնդրեց ձիերին, եթե տայր, ամեն բան ուզեիր նա կտար դրա դիմաց։ Դու անբախտ մեկն ես, քո բախտը չի բերել։ Իսկ նա ինչպես միշտ պատասխանեց. «Իմ բախտը բերել է, թե չի բերել, ես չգիտեմ, Աստված գիտի, գոհություն Աստծուն»։ Մեկ շաբաթ անց նրա որդին փորձեց վարժեցնել այդ վայրի ձիերից մեկին, նստեց նրա վրա եւ ընկավ եւ ոտքը կոտրեց ու հաշմանդամ դարձավ։ Եվ ամբողջ գյուղացիները եկան այդ գյուղի եւ ասին. «Քո բախտը կրկնակի չի բերել։ Այ եթե դու տայր կայսրին ձիերը, հիմա քո որդին հաշմանդամ չէր լինի, քո բախտը ոնց չի բերել»։ Իսկ նա պատասխանեց. «Իմ բախտը բերել է, թե չի բերել, ես չգիտեմ, Աստված գիտի, գոհություն Աստծուն»։ Անցավ որոշ ժամանակ, երկրում պատերազմ հայտարարվեց եւ բոլոր գյուղացիների որդիներին եւ զավակներին զորակոչեցին բանակ, իսկ քանի որ նրա տղան հաշմանդամ էր, նրան չզորակոչեցին եւ բոլորի տղաները պատերազմի դաշտում զոհվեցին, նրա տղան ողջ մնաց։ Եվ ամբողջ գյուղը եկավ նրա մոտ եւ ասին. «Քո բախտը ոնց ա բերել, քո տղան ողջ մնաց»։ Իսկ նա ինչպես միշտ տվեց այդ նույն պատասխանը. «Իմ բախտը բերել է, թե չի բերել, ես չգիտեմ, Աստված գիտի, գոհություն Աստծուն»։ Եկեք կանգնենք ոտքի, սիրելիներ,